Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը հասել է իր ամենադրամատիկ փուլին, իրադարձությունները զարգանում են այնքան արագ ու անսպասելի, որ յուրաքանչյուր հաջորդ տեսարանը դառնում է իսկական ցնցում ոչ միայն հերոսների, այլև հեռուստադիտողի համար։ Իսկ Աննայի շուրջ կատարվող իրադարձությունները, նրա հոգեկան փլուզումը, հիշողության կորուստը և նոր սպառնալիքները սերիալին տալիս են խորը հոգեբանական երանգներ։ Աննան նախկինում հանգիստ, համբերատար, ամեն ինչ իր մեջ փակող հերոսուհին այժմ ընկղմվել է հոգու մութ գիշերների մեջ։ Սոսի վերադարձը, տարիներ շարունակ թաքցված ճշմարտության բացահայտումը, սուտն ու դավաճանությունը և այն փաստը, որ ոչ ոք իրեն չի հավատացել, այնպիսի ցնցում են առաջացրել Աննայի հոգու մեջ, որ նրա ներքին աշխարհը կոտրվել է։ Նա այժմ գտնվում է կլինիկայում։ Սպիտակ պատերի մեջ միայնակ, շփոթված, նրա աչքերը դատարկ են, ձայնը շփոթ։ Երբ Միքայելը գալիս է նրան տեսնելու ու ասում, որ և իր և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, Աննան շփոթված նայում է, հետո դանդաղ հարցնում՝ ինչ երեխա։ Այս խոսքերը դանակի պես են անցնում լսող յուրաքանչյուրի սրտով։ Աննան, ով միշտ իր երեխայի համար պայքարել է, նրան պահել է որպես կյանքի վերջին հույս, այժմ չի հիշում, որ հղի է։ Նրա հիշողությունը խամրել է, ջնջվել են ցավոտ պահերը որպես ինքնապաշտպանական ռեակցիա։ Բժիշկները հասկանում են, Աննան սթրեսից կարող է հիշողությունը կորցրած լինել։ Սա ժամանակավոր է, բայց վտանգավոր։ Պետք է զգուշորեն վերաբերվել նրան, չվերածնվելով տրավմայի։ Միքայելը, ով նախկինում միայն խնդիրներ է ստեղծել Աննայի համար, այժմ խաղում է փրկչի դեր, բայց այդ դերն իրական չէ։ Նա փորձում է վերահսկել իրավիճակը, թաքցնել ճշմարտությունը, կառավարել ամեն ինչ ինչպես միշտ, բայց ճշմարտությունը վաղ թե ուշ կգտնի իր ճանապարհը։ Աննայի հիշողության կորստի ֆոնին մի նոր վտանգ է հասնում Լիլիթը։ Նա գալիս է կլինիկա, իբր Աննայի վիճակից մտահոգված, բայց իրականում ներսում բորբոքված է նախանձով։ Լիլիթը, Սոսի կինը, տարիներ շարունակ ապրել է ստով կառուցված իրականության մեջ։ Նա ամուսնացել է Սոսի հետ իբր սիրելով, բայց իրականում սեփական շահից մղված։ Եվ հիմա, երբ Սոսի սիրտը նորից շարժվել է դեպի Աննան, Լիլիթը խուճապի մեջ է։ Նա ուղղակի հարձակվում է Աննայի վրա։ Աննան նույնիսկ շփոթված վիճակում զգում է քրոջ բառերի թույնը։ Նա սարսռում է ինչ-որ խորքում, դեռ առանց հստակ պատկերացնելու, բայց նրա ենթագիտակցությունն արձագանքում է Լիլիթի սպառնալիքներին։ Լիլիթը չի հանգստանում, նա հնչեցնում է ուղիղ սպառնալիքներ, բայց հենց այդ պահին հաստատ ներս է մտնելու ինչ-որ մեկը, ու Լիլիթն արագ հեռանալու է Աննային թողնելով հոգեպես խեղված իրավիճակում։ Բժիշկները հաստատ ստիպված են լինելու Աննային նոր դեղորայք տալ նյարդերը հանգստացնելու համար։ Սոսը դեռ չի հասկանում ինչ է կատարվում իրականում իր շուրջ և չի էլ պատկերացնում, որ Լիլիթը Աննային կայցելի։ Նա միայն փորձում է հասկանալ ինչպես է կարողացել այսքան տարիներ ապրել առանց իմանալու, որ ունի դուստր։ Նրա մեջ միաժամանակ արթնանում են մեղավորություն, զայրույթ ու կարեկցանք, բայց նա տեղյակ չէ, որ իր կողքին նստած աղջիկը Անգելինան հենց իր ու Աննայի աղջիկն է։ Այս ճշմարտությունը միայն մեկ հոգու է հայտնի Միքայելին և իհարկե Հենդոյին։ Եվ այս լռության պատնեշի հետևում մեծ պայթյուն է հասունանում։ Աննան հիշողությունը կորցրած, երեխայի կյանքին վտանգի տակ, Սոսը ճշմարտության ծարավ, Անգելինան ինքնությունը չիմացող, իսկ Լիլիթը պատրաստ ամեն ինչի սեփական սուտ աշխարհը փրկելու համար։ Եվ մի օր, երբ Աննայի հիշողությունը հանկարծակի վերադառնա, գուցե երազի մեջ, գուցե հանկարծակի մի կերպ, ամեն ինչ փոխվելու է հաստատ։ Վերջին զանգն այժմ միայն սերիալ չէ, դա դարձել է մարդկային հույզերի, սխալների, անցյալի ու ներկայի բախման իրական վեպ։ Եվ ամեն նոր դրվագ խոստանում է սա դեռ սկիզբն է, այնպես որ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք իրականությունը հեռուստասերիալների մասին և այն գաղտնիքները, որոնք թաքցրել են հեռուստասերիալի սցենարիստները։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ինչ եք կարծում, ինչ է սպասվում Աննային և արդյոք իսկապես Աննան կորցրել է հիշողությունը և երբ կվերականգնվի։
Երբ է վերջապես Աննան հանգիստ ապրելու, չնայած այն, ինչ իմանալու է Աննան, նրան հանգիստ ապրելու հնարավորություն չի տալիս։ Աննան չի վերադառնալու Սոսի մոտ, քանի որ նա ունի բարոյական սկզբունքներ, Սոսը հիմա Լիլիթի ամուսինն է, իր քրոջ, ինչքան էլ նա չարացած լինի Լիլիթի հանդեպ, նա այլևս Սոսի հանդեպ ոչինչ չի զգում, բայց Միքայելին էլ թույլ չի տա իրեն մոտենալ, քանի որ շատ շուտով պարզվելու է, թե ինչ հրեշային գործողություններ է արել Միքայելը, նրանից հեռացնելով իր հարազատ երեխային։ Նրա հարազատ երեխան այսքան տարի ապրել է այլ ընտանիքում, ստացել այլ ընտանիքի սերն ու ջերմությունը, իսկ Վիկտորիան ու ավագը շատ շուտով հասկանալու ու գլխի են ընկնելու, որ այս ամենը հենց Միքայելի կազմակերպվածն է, և Անգելինան ոչ թե Միքայելի, այլ Աննայի դուստրն է, և հենց այդ պատճառով է, որ Միքայելը նրանց է հանձնել երեխային։ Դե ինչ, իսկ թե ինչ է սպասվում առաջիկայում և ովքեր են հաղթելու ու պարտվելու, կիմանաք շատ շուտով։